Բարև ձեզ, հայր ջան։ Այսօր մեր հայոց բաննագի տոններ։ Ուզում եմ շնորհավորել, եթե իհարկե կոմանդն է սաստավում հայ զինվորականներ կան, իհարկե ամբողջ ռիդավոյ սալդատները մեր հայ տղեկն են։ Աստված պահապան, զորություն և մեր հայոց բաննագին մակրվել ոնց որ եկեղեցին է հիմա մակրվում թլպատվածներով, փոսփորողը ինքն է անգնում փոս, այտենց էլ տա Աստված բաննագն էլ մակրվի թլպատվածներից և ամբողջ երկիրը ու երկրակունդը մակրվի թլպատվածներից, հայր ջան։ Այսօր Եռաբլուրում ամենահայոց կաթողիկոսը խոսացել է նրա մասին, որ հայոց բաննագը մեր պետականության հիմնասյուններից է, կոչված է ապահովելու խաղաղություն մեր երկրի և անվտանգությունը մեր ժողովրդի։ Վասկեն Գարեգին երկրորդի վեհապարի մեր ամենահայոց վեհապարի խոսքն է։ Իհարկե ամբողջ քաղաքական դաշտը իշխող սուտ ապոզիցիոներները, բլոգերները, պոլիտիկները, քաղաքագետները, գեոպոլիտիկները, անալիտիկները, մամուլը, չգիտեմ այնտեղ ռիդավոյ զինվորներ մամուլում հույսով եմ, որ մեր հայերը կան, Աստվածն իրանց էլ պահապան, դրանք մնացածը ժողովուրդ ջան, հայեր ջան, թլպատվածներն են։ Բոլորը լծված են բաննագը քանդելու, երկիրը քանդելու, մեր եղած-չեղածը մեզ սպանելով, տիրանան ներսի դրսի ջհուդներով։ Իհարկե կաթողիկոսը կոկորդներին ոսկոր որպես մնացելը չեն կարողանում նպատակներին հասնել։ Հիմա այսօր այս երկու օր իհարկե բացվել է արձան մեր հրաշք հերոսներից մեկին Ռոբերտ Աբաջյանի։ Ոչ թե միայն դիրք հանձնողին, մեր ամեն միթիս հողին, հողը հանձնողների, այ բոլորին հիմա որ թվարկեցի 800,000 որ նստած են հայի ազգանունի տակ, իրանց բոլորի ժողովուրդ ջան, հայեր ջան։ Բանաստեղծություն հիմա լսեք։
Հանձնեցին որդիս, հանձնեցին հերոս, չվարանեցին, քո տղերքիդ պահած սուրբ հողը թուրքին ծախեցին, ուրացան բոլոր մեր հերոսներին, ուրացան այրուն, երկիր, հայրենիք, դու հերոս, արյա սիրտ արծիվ, հողը փրկեցիր քո այրան գնով, Արդյունք շախ տվիր այն ճանապարհին, ուր մայրդ պիտի ապրի ու անցնի ախ ու վախերով, ուր պիտի սկա մի ողջ ժողովուրդ մահը քո մատղար, բայց գիտակցեցիր, հողն է կարևոր, հանձնեցին որդիս, քեզ պես մեծ չեղա, քեզ պես հայրենիք, չէ, չսիրեցին, քո պահած դիրքը քո ընկերների այրամ շաղախված դավաճանները թուրքին հանձնեցին ու չամաչեցին, ու չվախեցան Աստծո վրեժից, քո ասած վերջին բառեր անգամ նրանց դավաճան հոգուն չհասան, դու մեծ մնացիր անմահ ու հայրենիքոտ, երկին ու բարձրացար քո տղերքի հետ, չթողիր մենակ, հանձնեցին որդիս, ու ցավ չզգացին, քո հոգին նորից ցավոտվեց գիտեմ, անգամ վերևում ու ամպերի մեջ տեղը չես գտնում, անգամ վերևում քեզ ցավ տվեցին, հանձնեցին որդիս, ու ցավ չզգացին, Փորձում են այս երեխեքների գիտագից մահը, որ անմահությունը Սարգեն Էռատոյի երազանք հանուն ոչինչի։ Ասու անեցքից չեն վախենում, շատ սխալ են անում։ Երբ որ Սավիսկի Սաբորը քրիստոնեական սարքեցին մզկիթ և առաջին նամազը կատարեցին ժողովուրդ ջան, իրանց գլխավոր մուֆտին հենց նամազի ժամանակ ինֆարկտը խփել է, սատկել է։ Երբ որ Ադրբեջանում Պրավասլավնի եկեղեցու իհարկե ջհուդներով գրաված դեր տանող, որ իրան քրիստոնյա հոգևորներ են, Էլավ էտեղի ջհուդ պրավասլավնին իբր, սենց ասեմ, որ ավելի ճիշտ լինի, հոգևորը շնորհավորեց ազերներին, փառք տվեց Աստծուն, որ վերջապես ազերների հողերը տանջված ժողովրդին վերադարձան։ 40 լրանալուց ժողովուրդ ջան, սատկավ, էդ էլ սատկավ։ Աստծու պատիժից իհարկե պետքա վախենան։ Հիմա ձեզ մի հատ վիդեո ցույց կտամ։ Տեղական աղբյուրների փոխանցմամբ նա մեծ ամբոխի առաջ հանդես էր գալիս ելույթով, որի ընթացքում հնչեցրել էր բռնության կոչեր քրիստոնյաների նկատմամբ։ Ելույթի պահին իմամը հանկարծակի վատացել է և տեղում մահացել։ Ավելին իմանալու համար հետևեք մեզ։ Շատ իզուր, որ չեն վախենում հայոց Աստծուց, Նիկոլի շրջիկ դերասանները և սուտ հոգևորները և իրանց հետևորդները արդեն 2 հոգի Նիկոլի նամազի ժամանակ մեր եկեղեցում վադացել են։
Հենց որ շատի զուր, որ փորձում են չվախենալ մեր Աստծուց։ Հիմա մի բան կասեմ, շատ շատերը կարող զարմանան, հայեր ջան։ Այդ մեր տղեկների զոհաբերությունը հանուն մեզ, հանուն Աստծու, սխալ ասի սկզբից, հանուն Աստծու, հանուն երկրի, հանուն ազգին, այդ զոհաբերությունը նաև դավաճանել է, այ հիմա մեծ PR որ անում են, նաև Տաշիր Սամոն։ Տաշիր Սամոն, Իրան Գերտաստանով։ Հիմա սաղ կբացատրեմ հայեր ջան։ Տեղական աղբյուրների փոխանցում Երբ որ 2018 թվին տատարը եվրեյ թաքնված Ռուբեն Վարդանյանի անվան տակ, երբ որ բերում էր Նիկոլին, ազգը դեր խամ էր, ինչա կատարվում։ Ես հիմա ձեզ նկարներ ցույց կտամ, ժողովուրդ ջան, հայեր ջան։ 2018 թվին այս պահը հիշում եք։ Սա Ռոբերտ Աբաջյանի, մի րոպե, նկարն է իրանց ձեռքը։ Սա Նիկոլ Թուրք Փաշաևն է։ Այն հետևում նայեք, անգամ էռատոնա ծիծաղում, նայեք, էռատոնա ծիծաղում կամ վախենում, չգիտեմ, գբռնվեն թե չէ։ Էսել այս քյոպակին ով գիտի որտեղ ապրում, ինձ խաբար արեք, ժողովուրդ ջան, ով գիտի էսի որտեղ ապրում, այ խաբար արեք։ Էսի Ռոբերտ Աբաջյանի պապու դերն էր տանում 2018 թվին, իբր թե ինքը Ռոբերտ Աբաջյանի պապն է, ելելա ազգին, խոսքը ասում, որ հեղափոխություն են անում, այսենց ազգը խապում էին, ժողովուրդ ջան։ Այսա, եկավ երկրի ղեկավար, ազգը խապելով։ Ոնց կարա մեկը ազգը կայնի այսենց ամբողջ աշխարհի դեմ խապի, ու իրան ներկայացնի, որ ինքը ազգի փրկիչն է։ Հիմա ձեզ ցույց կտամ, ուրեմն երեք կարտացի, որ Պարսկաստանում պատրաստվում են ցուցարարներին, ովքեր որ ելելա պետականության դեմ, կախարան հանել։ Դե իհարկե ջհուդները գիտեն, որ իրանց լամուկներն են եղել, գրում են, օй, там дети много были, էս ինչ անխիղճ իշխանավորներ են, երեխեքներին ուզում են կախարան հանել, այո, հենց հիմա պատասխանատու հայտարարություն եմ անում բոլոր դպրոցների տնօրեններին, բոլոր են ծնողներին, ովքեր որ երեխեքներին հանել են 18 թվին հեղափոխության, իրանց հենց պատասխանատվության պետք է ենթարկել, այո, պահը գա հասնի, անգամ կախարան։ Այդ երեխեն տան մեջ անչափահաս է, ձայնի իրավունք չունի հարց լուծելու, բայց պաչիմուտը իրանք որոշել են, որ իրանց երեխեքը իրավունք ունեն մի ամբողջ ազգի և պետության հարցը լուծեն, լուրջ,
Իսկ այդ դբրոցների տնօրենները ընդհանրապես մտածել են, իրանք երեխա են դաստիարակում, թե այդ երեխեքներին օգտագործում են իշա իրանց։ Նայեք, այս երեխեքներին հələ նայեք կամազներով, անգամ նայեք, էսա կամազներով, հələ նայեք այս երեխեքների դեմքերին, ժողովուրդ ջան, երեխեք, մարտաքանակ են ապահովել, դե նայեք, ինչ սիմվոլիկա է եղել 2018 թվին հեղափոխության ժամանակ, նայեք, էսի նույն կամազն է երեխեքներին, ես էլ իրանց երեխեքներին, սենց ասեմ, պրիվետստույթ, հա, ահա, նայեք, գորշ գայլերի նշանով, ստոպ կադրները արած վիդեոներից ժողովուրդ ջան, նայեք, էսա, ստոպ կադրներ, երեխեքներին նայեք, այո, օրը բարին գա, այդ տնօրենների հետևի կաշին պիտի քերտվի վրից, իհարկե, նայեք, Գորբագորնա, Սիմեոն Պեգովնա, նայեք, երկուսն իրար հետ Արցախում, հիշում եք ժողովուրդ ջան, Արցախից վիդիտիլի մեզի սվոտկաներ էին տալիս իրավիճակից, Էսեն, մեր ազգի ներկայացուցիչներն են, թե մեր ազգի կողմնակիցներն են, ես էլ Ռուսաստանն է ներկայացնում, Պուտինն է ներկայացնում, սրա լրատվության ղեկավարը, մոռանում եմ դրա ազգանունը, իբր թե հայ է, երկու բաբուշկաները, տատիները Արցախից են, ջհուդ են ժողովուրդ ջան, խելքի արեք, այսենց գորշ գայլերով հեղափոխություն էին անում, Արցախում իբր թե պայքար էր գնում, սրանք սաղ մեր երեխեքներին դավաճանեցին, նավոտկեկը տվեցին, սրանք սաղ նավոտկա տվողներն են, տվեցին խփել, ժողովուրդ ջան, 20,000-ից ավել մենակ զոհվել են, այդ ձեզ որ ասում են պլեննիկներ եկել են, սա յան ազգանունի տակ ստեղ թաքնված ջհուդներն ու թուրքերն են, որ իբր թե պլեն էին ընկել, հողի դիմաց, Նիկոլի անվան դիմաց գալիս են, կերած, խմած, ծամոնները բերաններ իրանց, չաղացած, հետո հենց գալիս են, կնիկը գրում էր, պարզվեց չգիտեմ ենտեղ քանի կնիկա ունեցե, դրա մասին առանցին կխոսամ, գրում էին, քայլել չի կարողանում, սովապահություն է անում, գալադովկայա հայտարարե, ոտերին արդեն կայնել չի կարողանում, մի հատ Ալիևին դիմեցին, մի հատ Մեղրի Բոնի բարիության դիմեցին, հասավ Հայաստան, քպեյականների շիշ բռնողների հետ ռեստորաններում քայլել չեն կարողանում, նմանին պիտի կալյասկով վերադարձնեն, նմանին հլը ԱԱԾ-ներ պիտի ստուգեն, եթե հայկական են, ով են, ինչ են, քննեն, ինֆորմացիա տվել են, չեն տվել, չէ ռեստորանում, ամեն օր տաշիկ տուշիկ, պլենից ենք եկել, պլենից եկածը, կգնա առաջի օր ռեստորան, ինչ-որ պատգամավորի հետ հանդիպել, հլը պլենից եկածը մի քանի օր, եթե ոչ մի քանի ամիս, խելքի պիտի գար,
Հիշում եք, չէ՞։ Գյումրի Մարալի գյուղին էր կարծեմ։ Պլենից եկած սաղին ավտոներով, հարսանիքով, իհարկե Ալիևը փողեր հետ, որ գյուղացին այդքան սաղ գյուղով փող ունեցան, պլեննիկներին սաղին դավուլ զուռնով մեքենաներով դիմավորեցին, հերոսեին։ Մեր իսկական պլեննիկները հայ տղեկը դեր 90-ականներից ժողովուրդ ջան, հազարավոր Քոչարյանն ու Սերժը, որ մեզ խապում էին 12 հոգի են մնացել, սրանք էլ զեկուցում են էլ մարդ չի մնացել, հազարավոր երեխեքն այնտեղ են, այդ որ ասում են անհայտ կորած ժողովուրդ ջան, ձրի տանջամայ աշխատում են այնտեղ ու հերտի մեջ են նահոր գնեն, ոնց են խապում, խնդիր չկա, ես Երկանյանն եմ, նայեք, այս հենց օրինակ ցույց տամ, էսի սաղ կյանքն հաղորդում ա վարել մենց հայեր, ճանաչված հայեր, որ մենք մտածենք, որ հայրենասերը մեր պատվի մասին, բա գնացել ա Բաքու, Նիմնոգը նիմալը, Գեյդար Ալիևի, էսա նայեք, թանգարանի դեմ ա նկարվել, հիշադակ, բա գիտեք ոնց ա, ձեզ ինտերվյու ա տալիս, պոլիտիկայից ա հիմա խոսում, չգիտես ինչ ա, այսենց խապում են ձեզ, հայազգ, որ մի հայը կգնար, Ալիևի թանգարանի դեմ, այսենց կնկարվեր, բա, այս կերբարին եմ ուզում ցույց տալ, Վատիկանի պյոսի աներոջը, Միշիկ Մինասյանի աներոջը, որ մեզ ներկայացնում են, Արցախի համար առանցին լայվ կանեմ, կռիվ ա տվել, շատ եմ արել, ջնջում են ուղղակի, ես հագը թարմացնեմ նորությունները, սրան տեսնում եք, հələ մի հատ կողքի կայնածների ռոժները նայեք, դուք ստեղ հայ տեսնում եք, դուք ստեղ հայ տեսնում եք, դուք ստեղ հայ տեսնում եք, Բաքու դրանցից լիքը թափված են, ազերների կողքը կայնած ա Հայաստանի այսինքն ազերները պահում են, թիկնապայներն են, զինվորականի հագուստի մեջ, Հայաստանի պաշտպանության նախարարին, նայեք, բա, մեր հաղթանակը գնացին, ստորագրեցին խաղաղության պայմանագիր, ասին կապիտուլյացիա չստորագրեցինք, բա Շաումյանը չմնա այնտեղ, Կիրովաբադը չմնա, մեր հաղթանակը, մեր տղեկների հաղթանակը, կապիտուլյացիա չստորագրեցին, 30 տարի հերոս մերոս խաղցան, իսկական հերոսների արածը վայելեցին, ժողովուրդ ջան, իրանք մնային չեն վայելի, իրանք ազգի համար գործ կանեին, երգիրը կհզորացնեին ու այսօրվա օր ոչ թե Արցախ կտային, ոչ թե ջերմուկից հողեր կտային, այլ Ղարսի պայմանագրով առանց որևէ մի փամփուշտ պարտավորեն մեր հողերը հանձնեին, հիմա արդեն հողերը հանձնված կլինեն ետ Հայաստանին, հասկացաք ինչ խաղ խաղցան, ժողովուրդ ջան, սա Ռուբեն Վարդանյանն է, ստեղ դուք հայ տեսնում եք, հերնա մերնա ինքնա, դուք ստեղ հայ տեսնում եք, հանրաճանաչ մառոժնի ուտող և
Տատարուբոյի դարվադելի քուրը։ Կասկածում եմ, որ անգամ գիժանա էքստրատեսկը։ Մարոժնի ուդողի մասին հիմա ռիմարկայի կարգով խոսամ, բոլորը հարցնում են ուր կորավ, որտեղից եկավ, այնտեղ էլ կորավ ժողովուրդ ջան, մարոժնի ուդողը։ Մարոժնի ուդողի կնկան մեզ ներկայացնեցին նունիգի, որպես հեքիաթ գրող, լիտերատոր, հայոց։ Ենենց հեքիաթները գրե ժողովուրդ ջան, երեխեն այդ հեքիաթները կարտացել ա իրան տղեն, մենձացավ տղեն տղու հետ ամուսնացավ, թակուին էլ հարսանեկին ներկա էր։ Այդ այնց հեքիաթներ են գրում։ Մարոժնի ուդողին Վազգենա սպարապետը խպելա քիտում մրտին։ Դրանից հետո ելույթ ա ունեցել, որ եթե անգամ ամբողջ աշխարհը դառնա համասերամոլական, Հայաստանում դա չի լինի։ Գիտեք ինչի ասեմ։ Այն որ սաղից ասում եք Վազգեն Սարգսյանի քուրը, Աստված չտա քուրն էլ անգամ լիներ։ Մարոժնի ուդողի պարտնյորներ։ Մարոժնի ուդողի նապարնիկներ։ Այս համասերամոլի ընկերուին էր։ Բա գիտեք ոնց է, բա ինչի է այդ տոտան Արամ Սարգսյանը մուր պայել աղբոր վրա և աղբոր հերոսությունը սխրանքը հանձնեց թուրքերին, Արցախի սովորական հայերը գրեցին, անգամ Արցախի իշխանությունը չարեց դա, Արցախի սովորական հայեր դիմել էին, Մորկուր Արամին, որ հանելու ենք արձանը, փող չունենք, տեխնիկա չունենք, ուղարկի, փրկենք արձանը սրբապղծությունից։ Գրել էր շնորհակալություն հարգանքի համար, դրանով սահմանափակվեց բոլոր հարցերը։ Ասեմ, ով որ տեղյակ չի, իմացեք, այն թուրքը, որ նստել էր զինվորը հաղթանակով Վազգենի արձանի վրա և ոտը տրել էր ուսին Վազգենին, հենց այդ ոտը կտրվել է բանի վրա, մինայի վրա, մինայա տրակվե ոտը կտրի տարել Աստվածը։ Բա մի օր էլ Մորկուր Արամ Ենենց գսատկես գերեզմանի կարիք էլ չի լինի, բա այս սուրբ հողը կարող է քո նման կեղդին թողնի, որ իրան մեջը թաղվես։ Գսատկես ենենց, որ փրտիկ ես լինելու, չգիտեմ ինչա լինելու։ Գերեզմանի խնդիր չես ունենա։ Մարոժնի ուդողը ժողովուրդ ջան։ Ոչ մի այլասերված գիտնական չի կարող լինել։ Հիսուս Քրիստոս։ Ոչ մի գիտնական էլ չի կարա բիզնեսմեն լինել։ Ինքը հիվանդ է, սենց ասեմ, իրան գիտությունով, իրան բացահայտումներով, դա ուրիշ կարգի մարդիկ են, իրանք ապրում են, իրանց բացահայտումներով, իրանց հետաքրքիր է այդ ամեն ինչը, իրանք ուրիշ բան չեն տեսնում այս աշխարհում։ Այս այլասերվածից դեր Դեմիրճանի օրով սարկում են իբր թե գիտնականը, ինչի համար 1948 թվին մեր հայ գիտնականները բացահայտում են, որ Ամուլսարում կա և ոսկի և ուրան, այսինքն այս նավթի բանի պաշարները հաշվարկված է մաքսիմում 100 տարվա պաշարներ լինեն, եթե նորը չբացահայտեն։
Եթե աշխարհը անցնի ուրիշ էներգետիկայի, եթե նոր գյուտ չբացահայտեն, ուրեմն աշխարհը պիտի անցնի ատոմակայանի էներգիայի վրա։ Այսինքն մենք ունեինք 100 տարուց հետո ամուլսարու մեր ուրանը, որ Հայաստանը եւ անկախ կլիներ որևէ մի պետությունից կախման մեջ ուրան ստանալուց եւ մենք ապահոված կլինենք մեր գալիք սերունդները ապահոված կլինեն էներգիայով։ Սրանք կողում են այս մարոժնի ու դողին, սարկում են ձևական, արեստական, գիտնական, որ կողեն այդ համակարգի մեջ եւ գաղտնիքները ծախի Անգլիայի թակուհուն։ Բա բերել աստեղ հող են սեպագանաշնորել հադուկ Անգլիայի պրինցի համար, դա քիչա ամուլսարը գիտեք, ինչ խաղեր խաղցան, իբր թե ամուլսարին դատում են, չգիտեմ ինչ են անում, տեսակ եկան ու տիրացան։ Մարոժնի ու դողը դրա համար բերվեց տեղ որպես գրակետ պրեզիդենտ, ընտանիքի տեր պրեզիդենտ, հեքիաթ գրող կնիկ, հələ մի հատ այդ հեքիաթների չկա կարտանք տեսնենք ինչ ա գրել։ Բերեցին ներդրեցին Հայաստանի Հանրապետության քաղաքացի չլինելով, դարձրեցին Սերժիկը պրեզիդենտ դարձրեց, որ գա մեզ դեմ տա ու թռավ։ Մի հատ քոչարի պարեց, մի հատ մարոժնի կերծրեց, մի հատ էլ խոտ-դոգ էպեց երեխեքների հետ, Արցախը հանձնեց, այո, ես երբ որ կապիտուլյացիայից հետո օպերայի դեմ Էլա խոսալու միկրոֆոնը անջադեցին, ժողովուրդը գոռացին թողեք թող խոսա, այդ վիդեոները բոլորս տեսել եք, ես խոսացել եմ, որ սա պատերազմ չի եղել, սա եղել է եղել եւ մենակ Նիկոլը չի արել, մարոժնի ու դող Արմեն Սարգսյանն էլ հետը այդ գործն արել է։ Հիշում եք հերթական ցույցերի ժամանակ Սերժիկի օրով արտարադատության նախարարուհին Արպինե Հովհաննիսյան, երբ որ այդքան գոռում էի Արմեն Սարգսյանը, հանցագործա, նույն Թալատ Փաշենը, Հայազգին եղերն արեցին, որ իրանց նավթի գազի գծերը ուղիղ սենց Ադրբեջանից պրյամոյ տանեն Եվրոպա, որ ինքը հայի արուն խմողն է։ Լավ Արպինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ 100 փաստաբաններով գործ են հարուցել վրեն։ Հայի զայրուտը քնծրին։ Ինչ եղավ Արպինե Հովհաննիսյան։ 5 տարի անցել արդեն։ Ձեր այդ թուղթը տեղից շարժվել է, թե այն վաղտ որ գոռում է հայեր ձեզ խապում են նորից։ Ձեր զայրուտն են քնծնում սրանք։ 5 տարվա մեջ որ սեղանի վրա է մնացել կամ սեղանի դարակն է մնացել կամ վաբշի է թուղթը չի եղել։ Դուք չեք ամանչում ձեր ապրելուց, ձեր կերածից։ Հա? Ինչի համար եք ընդհանրապես ապրում։ Սա մարոժնի ու դողի մասին ժողովուրդ ջան, որ ինձ հարց եք տալիս, ուր գնանց, ուր կորավ, որտեղից եկավ, այնտեղ էլ գնանց։ Մեզ ասում են ինք կապեր ունի։ Կապերը, հենց կապերը իրան օգտագործեցի մեր երգիրը թալանելու, ոչ թե երգիրը օգտագործեց մարոժնի ու դողի կապերը երգիրը հզորանա, այլ այդ կապերը օգտագործեցին մարոժնի ու դողին, որ մեր երգիրը քարուք հանդանեն։ Հիմա ժողովուրդ ջան, անցնեմ Ռուբեն Վարդանյանին։ Ռուբեն Վարդանյանը Ավրորա իրան այդ սենց ասեմ հաղորդաշարը որ հորինեց,
ընդամենը նրա համար, որ անուն ձեռք բերի, որ ինքը սենց հզոր Հայաստանի անուն պատիվնա բարձրացնում միջազգային մասշտաբներով, դա արվեց, որ Ռուբեն Վարդանյանի անունը ստեղծեն որպես հայասեր, որ 2018 թվին ելնի իրան ես ջանդագով թռնիկայնի Նիկոլի կողքը, որ հեղափոխություն անեն, ասեմ, գլխավոր ֆինանսավորող 18 թվի հեղափոխությանը եղել է հենց Ռուբեն Վարդանյանը։ Ռուբեն Վարդանյանի կնիգը Նիկոլ Փաշաևի կնգադեր տանող Էռատոյի հեսա նայեք ինչի գարով նստած են դահլիճում կոնցերտ են նայում, տեսակ, ենի զոնա բենդնա, Ռուբեն Վարդանյանը սրապատ կաբլուչնիգնա, հեսա, ենել, են որ պապախը տեսակ, Կարակոյունին, որ չոկցրել էր եկեղեցում դեմ, ես էլ միուսնա, նայեք, դուք ձեր կարծիքով, նայեք, Անգլիայի պրոտեժենա, ձեր կարծիքով, եթե Անգլիան նավթի պաշարներ ունի Ադրբեջանում, եթե չեմ սխալվում 30%, եթե Անգլիան մենց ստադիոնում քեֆ արեց, ամենաթանկանոց, ամենապարոդի ստիդիերով, Ախլտիկինսկի պարոդի ձիերով, մենց տոնակատարություն արեցին Ադրբեջանին, շնորհավորեցին, առաջի 20 թվին, որ հողերը հանձնեցին, ձեր կարծիքով Անգլիան, որ Ադրբեջանի պրոտեժենա, իրան պրոտեժեն, իրան ստեղ ոսկի հանկերը նվիրող, ինքը նստած է Բաքվում, լուրջ, 2018 թիվ անողը նստած է Բաքվում, ժողովուրդ ջան, Էսի իբրտե նստած է Բաքվում, էսի որ էսկան նիհարելա, բա այն նիհարները հիմա արդեն սատկած բիդի լինեին, բա էսի ուղիղ 10 օրից հետո յա արդեն, նայեք, էսի այսի ա, նայեք, որ առաջի նգարը ցույց տվեցին, որ Ռուբեն Վարդանյան բերտում սատկում է, էսի նայեք, սա դվայնիկն է ընդամենը ժողովուրդ ջան, 10 օրից հետո Ռուբեն Վարդանյանը, որ էսկանից դարձավ էսկանի փրթե, 10 օրից հետո սկսեց չաղանալ, ենել նիմնոգը նիմալը լավ էլ կերած խմած արդեն, էսի 10 օրից հետո է արդեն, ժողովուրդ ջան, դուք ոնց եք պատկերացնում, Այ ես սաղ փողեր կերած Ռուբեն Վարդանյանն հարավ սենց, ու վդրուկ 10 օրվա մեջ չաղացավ դարձավ սենց, դվայնիկն է ժողովուրդ ջան, մի խապնվեք, այնտեղ իշխանությունը Արցախի բեմադրության մեջ են, երբ որ պետք է նկարահանում անել, Արցախից իրանք հիմա Արցախում են, Արցախից հանձնում են այնտեղ, նկարահանվում են, ռոլիկները գցում են հայերի դեմը, իրանք նորից գնում են իրանց ոսկու հանքներն, հյուրանոցների բիզնեսներով են զբաղված։ Ես էլ ձեզ պատմական նկարը 2018 թվին, էսա, Ռուբեն Վարդանյանը երբ որ արդեն հեղափոխությունն լնում է, էսա նայեք, այսենց, Նիկոլին շնորհավորում է, հետո պլավնը նստում է ապոզիցիոներ, ոնց որ դոդը, մնացածը, այս ձեր սխմելը տեսնում եք ժողովուրդ,
Բոլորս կադրերը հիմա որ ասեմ կհիշեք։ Նույն ձևի 2022 թվին Տաշիր Սամոն Նիկոլին շնորհավորեց։ Ամբողջ հայությունը, սոցցանցերը տրակվում էին, որ Տաշիր Սամոյեն քֆրդում, որ Դավաճան Նիկոլին ձեռով շնորհավորեց։ Նիկոլը էլեկտորատ չուներ։ Ոչ 2018 թվին իրան հրյաներն են, մամուլնա, բոլոր ընտրատարածքներում թվերը սարկած են։ Իհարկե Արցախ հանձնելուց, այդքան զոյ տալուց հետո Նիկոլին հայերը չեն ընտրել։ Կարող է մի տոկոս դեռ խապված են եղել պրոպագանդայի տակ են մնացել, նորից մամուլով, Տաշիր Սամոյի կերպարը օգտագործելով, իբր թե Տաշիր Սամոն պատիվ հարգանք վայելում իրան շնորհիվ ձայներ են տվել ժողովուրդը, տպավորություն ստեղծեցին, որ Նիկոլը վերընտրվեց։ Ռեբեկա թերթը, կորեսպոնդենտը Ռեբեկայի թերթի Մարոժնի ուտողից ինտերվյու վերցրեց։ Ասեց 2 տարի անց Նիկոլն հələ 3 տարի ուներ, դուք ինչի կազմակերպեցիք իրան ընտրություններ։ Մարոժնի ուտողը խնդալով ասեց. դրսի ճնշումը պակասացնելու համար, այսինքն հայերին զայրույթը պակասացնելու համար, ու խնդաց, ասեց դուք հիմա փողոցում մարդ տեսնում եք։ Տաշիր Սամոն այդ գործն արեց ժողովուրդ։ Հիմա Տաշիր Սամոյին PR են անում որպես փրկիչ, լուրջ։ Բոլորից տեսել եք կադրերը, որ Տաշիր Սամոյին իբր թե ոստիկանության ավտոյով, են որ մեջը գազելի մեջը սետկայա բռնավորի, բերում են դղյակի դեմ պաչոտնի իջեցնում են ու սաղծապ են տալիս կարապետյան գորալով։ Այդ շրջիկ ցիրկի շները հերիք չի ֆռացնեք։ Ցիրկի տուզիկներն են։ Ուզում են Տաշիր գորան, ուզում են Ռուբո գորան, ուզում են Նիկոլ գորան, սա ցիրկի շուն է։ Դուք ձեզ գոյնե հարգեք։ Այդ ցիրկի շներ, տուզիկներ։ Այդ որ բռնավորին են, Սիզոյից կամ Բերտից, որ բաց են թողնում, բերում են հասցնում են պաչոտնի տուն, լուրջ, բա այդ ոնց է հալածվում Տաշիր Սամոն Նիկոլի կողմից իբր թե Բերտ նստած է, որ Նիկոլի ոստիկանները պաչոտնի բերում են միջև դուռը, որ ռոլիկ նկարահանեն Տաշիրը Բերտից դուրս եկավ։ Այդ ԿԳԲ-ի պատվալներից եպա սաղ մարդ դուրս եկե, որ իրանք սաղ սալամատ դուրս են ելնում, պաչոտնի էլ բերվում են միջև պատկլուչ հանցնում են դղյակի դեմ։ Այդ որ դղյակի աբրոխը պիտի ելնի Քյասիբ հայերի մասին մտածի։ Բա Քյասիբ Նիկոլը ելավ չմտածեց։ Դղյակից ելածը պիտի մտածի։ Բա Նիկոլը 2018 թվին եկավ իբր թե Քյասիբների համար։ Ասե դոդից գվերցնեմ կդամ ձեզ, Քոչարյանից գվերցնեմ կդամ ձեզ, Վանիցյանն ելավ պատիվ ունեցավ, ելավ Սերժի դեմ Նիկոլի հետ, հետև պատիվ ուներ, ելավ Նիկոլի դեմ Սերժի հետ։ Բաղրամյանի վրա հենց ասեցի էսի մանվելի գլուխը կերավ, իզով թիզով կորավ մի վարգյանում։ Հետո Քոչարյանի ընտանիքը գնաց Վանիցյանն ելավ հայտարարեց, որ 4 միլիարդ արդեն գտնված է, շուտով պետական բյուջետ կվերադարձնեն սենտ, բիրիկով,
Սավկովի լապատով Վանիցյանը պիտի սաղ այդ փողերը այսենց լցներ Քոչարյանի դրա դեմից կառավարության բյուջետը։ Այնենց լցրեց, որ Քոչարյանի ընտանիքը գնաց Վանիցյանի տղու հարսանիք, դուք սենց թշնամի տեսել եք, իրար հարսանիքներին տրճգեն։ Իմացեք հայեր ջան։ Հիմա Նիկոլն էլավ հայտարարեց, որ ձեր քյասիբությունը ձեր գլխի մեջն է։ Սկսեցին բերել լցնել սևամորտներին, անլվաներին։ Ղժոցը սկսեցի գրեցին, որ հայեր էժան գնով չեն աշխատում, սրանք էժան աշխատաուժ են։ Համբալի մեկ համբալ, բա դու եկեր էր քյասիբների աշխատավարձը բարձրացներ։ Օրինակ, եթե դոդի մոտ 5000-ով են աշխատում, դու բերել ես 2000-ով այդ հայ բանվորի գործին ես խփում, այդ ընց ես եկե քյասիբների համար, հայերի համար։ Բա տեսնեմ այդ գրարումը գցել եմ ստեղ։ Ռուբոն, տատար Ռուբոն, էլավ խոսած ամբողջ աշխարհի ներկայությամբ ինտերվյու տվեց, որ երբ որ ինք ջայել էր, գնում էր բժշկական ինստիտուտից փողով պրոստիտուտկա ուսանող հայերին, աղջիկներին փողով տանում էր։ Ասեմ, որ 80% այդ բոլոր ինստիտուտներում բժշկական իրանց կեղդերն են սովորում, որ կողեն հիվանդանոցներ մարդկանց սպանեն ու բոլոր պետություններում այդ վիճակն է։ Բա երգիր սիրող, ազգ սիրող, քո ազգի ներկայացուցիչ գելնի աշխարհին կասի, որ հայ կանայք բոզ են, թամամ խոսքն էլ իշուն են ասում, հայ տղամարդիկ էլ էշ են, հա։ Դա եկել էր ձեզ պաշտպանելու հայեր։ Էլավ խոսած, որ քանի որ շատ տղեկ են զոհվել, 50,000 ընտանիք պետքա հայ գենին ինքը պիտի որոշի, որ ազգնա մոդիկ բերեն, որ լրացնեն։ 50,000 ընտանիք բերեցին սևամորտներին, մեր տղեկներին փոխարինող ործերին բերին լցրին Հայաստան։ Հիմա անցնենք Տաշիր Սամոյին։ Խոսացել եմ, որ մայրը հրյա է, կնիկը Վրաստանի հրյա է, աղջիկը մեկի տեղ 2 անգամ ամուսնացել, երկուսն էլ հրյա են։ Մի տղեն հաստատ հրյա է, արել ամուսնացել։ Աղբոր կնիկը հրյա է, են մի հատ մորկուր նարեկա ինչա, տոշնի մորկուր արայիկն է։ Դրան էլ են սարկում քաղաքական գործիչ, պոլիտոլոգ, տեքստերը սովորում ելնում խոսում են։ Էդի դնեմ միան, ժողովուրդ ջան։ Հիմա ուրիշ հարց քննարկենք։ 2022 թվին արդեն Նիկոլը Արցախի 80% հողերը հանձնել էր։ Մամուլն սկսեց տարածել, որ հայ ազգը ժեխա։ Հողեր հանձնող Նիկոլին նորից վերընտրեց։ Հիմա ինձ կարակ ասել։ Տաշիր Սամոն, որ Նիկոլին օգնեց։ Ինքը ով է։ Արցախը հանձնելուց հետո Տաշիր Սամոն Նիկոլա բերում իշխանության վերընտրելու։ Ձեռնա սխմում շնորհավորում է Նիկոլին Արցախ հանձնելու համար փաստացի։ Տաշիր գալիս է հիմա ձեզ Ռուբենը փրկեց, հիմա Տաշիրին են բերում որպես փրկիչ, հայաս կարաս մի հատ
խելքի գաս ինչա կատարվում։ Արցախ հանցնողի ձերը սխմողը ով է։ Բա մամուլ են վաղտ վնգզդում էր, որ հայերը ժեխու զոմբի են։ Բա այդ գլխավոր ժեխու զոմբիի մասին, որ ձերնա սխմե։ Հիմա ոնց են սարկում փրգիչ։ Վեհապարտեր, դիմում եմ ձեզ Հայ ազգի անունից ինձ իրավունք են վերապահում։ Կապ չունի ինք որպես բարերար ամենաշատն ամուծել փող։ Էջմիածինին, որ եկեղեցիներ կառուցեն կամ չգիտեմ ինչ։ Դուք են մարդու նգարը կախեք վեհարանում, ով որ փող չունի իրան չեղած տեղից 100 դրամնա, քծե եկեղեցու կասայի մեջ եկեղեցուն պայծառության համար։ Դուք դրա նգարը կախեք վեհապարտեր, իրան նգարը կախելով ինքը նայա ով որ Նիկոլա բերե, ով որ հիմա հարցակվելա ձեր վրեն ուզում է գզել, ձեզ էլ, մեզ էլ, եկեղեցին էլ, երգիրն էլ հետը։ Երկրորդ անգամն եմ դիմում վեհապարտեր, Տաշիր Սամոյի նգարը հանեք, կամ բոլոր բարերարների նգարները կպցրեք, կամ միակ նգար եթե կպցնում եք, կպցրեք ամենաքյասիբին, որ իրան չեղած տեղից 100 դրամ փողա կծեպ կասայի մեջ։ Դա կլնի արտար։ Մամուլ առանց ամանչելու Տաշիր Սամոյա հիմա պրապագ մորացան կրուպնի կադրով այսենց Տաշիրի ձերը Նիկոլի ձերը սխմելուց նկարահանել են ու տարածում են զարմացած դե վաղտ պետք էր ցույց տալ որ Տաշիրը օգնեց Տաշիրը Նիկոլի ձերնա սեղմում նույն Նիկոլնա հիմա արդեն հակա Նիկոլա փրկիչնա հայ ազգի լուրջ Смай им плюют в глаза, они думают, это Божья раса. Սրանք ոչ ամոթ ունեն, ոչ ապուր ունեն։ Ժողովուրդ ջան։ Իմացեք մամուլը ոնց է աշխատում։ Քեզ սպանողին ներկայացնում է որպես փրկիչ։ Ոնց որ Նիկոլն էր։ Բերեցին որպես փրկիչ, սաղ մամուլը վնգզդում էր, փրկիչն եկավ։ Մոռացան, որ ասում են մենակ Նիկոլ էսքան կեղտ ոնց կարար ուտեր։ Բա սրանք են աշխատում են։ Աշխատում են բոլորը ում տեսնում եք ժողովուրդ ջան։ Հայ չեն։ Դավաճան Տաշիր Սամոյին հիմա սարկում են բա Նիկոլի ոստիկանություն немного не мало почетный բերեց տուն։ Տաշիր Սամոն իրան տղու հարսանիքը գիտեք որտեղ է արել ժողովուրդ։ Ադրբեջանցու օբյեկտում 11 միլիոն դոլար փողատվե 11 միլիոն դոլարով կարար իրան օբյեկտը սարքեր տղու հարսանիքը մեջը աներ ու օբյեկտը հանձներ հարսանիքների տակ փող աշխատեր Ազերին 11 միլիոն փող տվողը իրան տղու սրբության օրը հարսանեկի օրը տարելա Ազերի օբյեկտում արե հայերին ազերներից ուզում փրկել Եկա տարիքով մարդ ես մի ամբողջ ազգի արուն ես խմում Ուրոտ Տաշիր Սամո Ամբողջ քու Գերտաստանը ինչքանով որ լծվել եք հիմա այլ բան են անում սոցիալոգիչսկое обследование են անում ժողովուրդ այդ ապրոսներին չմասնակցեք Ոչ մի սոցիալոգիչսկի ապրոսներին չմասնակցեք հետազոտում են
հայ ազգի բեյնի գոլն են ուզում իմանալ, տեսնեն խաղը ոնց խաղան։ Տաշիր Սամոյի աղջիկան արդեն հարցնում են, տեսնում եք որպես վարչապետ։ Ամբողջ Գերտաստանով լցվել ես, մի ամբողջ հայ ազգի արունը տվիր, խմել, Արցախա հայությանը թողեցիր անտուն-անտեղ բոմժ դարձրիր, մեր պապենական հողերը, մեր հայրենիքը, Մաշտոցի արամասը, Գանձասարը, որտեղ որ, խորանի տակ, Հովանես Մկրտիչի գլուխն է, Դադիվանքը, որը ասեմ, շակալ, գալիս ես որպես փրկիչ, թե ժողովրդին հերթական անգամ խապեք պայքարը գնում, գեդինը բացվի սաղած մեջը մտնեք, հարամը գալիս է հալալն է տանում, սպասեք հլը ձեր օրը գտեսնեք դուք, ինչ շանոր եք ընկնելու սաղած, ժողովուրդ ջան, հայեր ջան, այս խաղերին մի հավատացեք, ձեզ ընտրություններով հերթական անգամ ուզում են խապել, ինձ ասում են, ոնց ես տեսնում փրկությունը, ինչ արել են մեզ, դա պիտի վերադարձնենք, ասված ա եղել, երբ որ հայկինը գելնի ոտի, թշնամու մերումանուկ կսպանի, այդ վախտնոր հայ ազգը կհաղթի, դուք չեք տեսնում բոլոր ազգերի երեխեքներին ոնց են մորտում, դուք չեք տեսնում ինչ են անում, դուք չեք տեսնում իրանց երեխեքներին ոնց տվեցին ավտոմատները ձեռը, տվին Պալեստինա մտնել ընտանիքները տները, գրծնելով տվին սպանել, 5-6 տարեկան իրանց երեխեքներին, իրանց ռավինները, կալաշնիկովները տվեցին մտցրին տները սպանեն, բա ասմա երեխուն պիտի սպանես, որ վաղը զինվոր չդառնա, ջվուդն ասում, կմենծանա, զինվոր կդառնա, դե հիմա հաշվար կանենք իրար հետ, հայը 9 թուրք սպանում է, 10-րդը չոքում է դեմը, ասմա Ալլահ Ակբար, ասմա լավ դե ես մեկը ոչ մի բանա, թողեմ թող սաղ մնա, իրան լավ զգալով, վերջերս կարտացի, իբր թե շախն է իրանց, պրինցն է իրանց 25 կնիկ է երել, հլը ես 25 կնիկ չհաշվեմ, 7 կնիկ հաշվեմ, բազմակնությունն է, ազերներին էլ, ջվուդներին էլ, թուրքերին էլ, իմիջայլոց լիզկիններին, թալիշներին է տենց բան չկա ժողովուրդ ջան, իսկական մուսուլմաններին, սրանք ջվուդ են, իրանց բոզություն, պորնիկություն, բազմակնությունը թաքցրել են մուսուլմանության տակ, հիմա հաշվար կանենք իրար հետ, Понедельник, вторник, среда, четверг, пятница, суббота, գնում այն մնացած կնանիքների մոտ 6-րդին, 7-րդը գալիս է իրան կնգա մոտ, ուրախ, որ գործն արել է, մի տարվա մեջ, եթե 7-ից 7 երեխա չունենա, 5 հաստատ կունենա, դե հաշվեք, տառականի նման աճում են, 20 տարվա մեջ կունենա 100 երեխա, կունենա այդ մի թուրքը, ամեն 25-30 տարի մեկ կռիվ են գծում, 30 տարվա մեջ, արդեն 20 տարեկան, պատրաստի զինվոր ունեն, մի թուրքից, այդ մի թուրքին, հայը են 9 թուրք սպանելուց մեկին թողնելով, սարկում այնենց, որ 30 տարի հետո իրան երեխու դեմ, իրան մի տղու դեմ,
գալիս է 30 հատ թուրք, 100 հատ թուրք, հասկացաք ինչ եք անում ժողովուրդ ջան, մի թուրքին կյանք պարկևադրելով, մենձահոգի լինելով, ձեր երեխեքների դեմ 30 տարուց հետո գալիս է մի բանակ, ամեկի դեմ 100 երեխա, 100 զինվոր թուրք, բա քանակով են խեղդում, տառականի նման հատուկ դրա համար էլ աճում են, ինչ պիտի անես, ամեն ջվուդ կնոջ արգանդը զենք է արտադրում քո երեխու դեմ, բա պիտի դրանց արգանդները ճղվի, այսինքն եթե դու գնում ես կռիվ, ինչ ես անում թշնամուդ, զինանոցն ես տրակցնում, մեկ էլ զենք արտադրող գործարանը, ջվուդ կինը զենք է արտադրում, ինքը մարդ չի ծնում, ջվուդ կնանիքներին առաջնահերթին պիտի ճղվի իրարից, իրանց լամուկներին էլ հետը, մենձ ու փոքր, գալիս են հրապարակ, ասում են ժամը 6-ից հետո, երբ որ Նիկոլը ու մնացածը գնում են զղթկվեն ու են մի բան անեն, հայերին գործից հետո սոված ծառա բերում են շենքերի դեմ կայնեցնում են, Նիկոլ Դավաջան, շնորհակալություն ժողովուրդ ջան, որ եկել եք, գնացեք այսօր, երբ որ մեկ էլ կասենք էլի գկաք, շնորհակալություն, բա են Գեղամ Մանուկյանը դաշնակների Ալլա Պուգաչովան, որ կոնֆերանսի էր, սաղ ակցիաներ, միտինգները, որ վարում էր, որ ապրիլի 23-24-ի գիշերը Պաչիմուտը մենակ Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշակն է վարում, Իսրայելի դրոշակը չի վարում, բա աղբերը գադրուտ հանցնողն է ժողովուրդ ջան, այնտեղ Բաքվում հիմա նստած է իբր թե հայ հերոս է նստած, Գադրուտի սաստավի կոմանդովание был, գադրուտ հանցնողի օպերացիան ինքն է կազմակերպել, ինքն էլ թուրքերի ազերների դրոշակն է վառում, Ալլա Պուգաչովան, հերթական ցույցի ժամանակ, որ եկանք ասեցինք այս լոզունգը, որ գրել եք, հայրենիք, բանակ, չգիտեմ ինչ, ասու անունն ինչի չկա, առաջնահերթին գրեք ասու անունը, ֆռաց, Ալլա Պուգաչովան, έλαβ ասեց ժողովուրդին ասել եմ դեմ են, բա ասու անունը դեմ են իրանք սա ժողովուրդ ջան, գալիս են հրապարակ, պետք չի հրապարակ գալ, Հայաստանով մեկ ընդհանուր սաղ տերիտորիայով, ինչքան կազինո, ինչքան ստրիպտիզ կլուբ, ինչքան նաչնոյ կլուբ, ինչքան բանկ, բա կորոնավիրուսի ժամանակ բանկերը աշխատում են, սաղի համար պանդեմիա էր, բանկի աշխատողներն ասում են չեն վարակվի, թող աշխատեն, իրանց վալշեբնի պալիչկին է, փող են խփում, բա գերության մեջ են կոխե բոլոր ազգերը, բա գիտեք որ ինչի սուրբ թվերը 3, 7, 12-ա, բայց ասու պատվիրանները 10-ա դա, էդ ոնց եղավ, ասու պատվիրանները ժողովուրդ ջան 12 հատ են, 11-րդը չի կարելի տոկոսով փող տալ, ուրիշի քրտինքն է սուտում, 12-րդը պատվիրաններին Քրիստոսի խաչելությունն է մեղք, այդ երկուսը թաքցրել են, բա վալշեբնի պալիչկա է իրան ձեռը, նստած տեղ սաղին կոխել են վարկերի տակ, տոկոսների տակ, հայերին եք ուզում իմանալ ովքեր են, մտեք բանկերը, ցուցակները, տոկոսներին վերցրեք, տեսեք ով է պարկերի վարկերի տակ, բա բոշեկը դարձան բանկերի տեր, հայերին էլ սարկել են պարկերի տեր, բանկերը, կազինոները, ստրիպ կլուբները, G5 անտենաները, որ հիմա արդեն G6 թուղթ ու գիրա, գիտեք, տատալնի բոլոր մարդկանց վրա, ենթագիտակցության վրա հրահանգ տալով, հրահանգ են տալիս, թուղթ ու գիրա, ենթարկում են ժողովուրդներին իրար, ասում են հայերն ինչ են քնած, բա աշխատում են ենթագիտակցության վրա հեռախոսների միջոցով,
Վախենում են մի օր ժողովուրդը հասկանա հեռախոսները շպրդեն, սենսորնեն, դրա համար ուզում են չիպիզացիա անեն, սադանու թիվը ստեղ խփեն, QR կոդն են ուզում անեն, QR կոդը անեն, հետո էլ կասեն հեռախոսը կարաս կորցնես, գլուխդ խոչես կորցնե, արի գլխիդ խփենք, ճակատիդ խփենք, բա այդ գործն են անում, ամբողջ Հայաստանով մեկ, այդ ինչքան մենտ ու մուսր կան թուրք ու ջևուդ ոստիկանության մեջ, հայերի մասին չի, ոստիկանների մասին չի, մենտ ու մուսր, իրանց ախրանիկները, հսկել որտեղ են ապրում, սաղի տների վրա հարձակվել, պատգամավորների տների վրա հարձա, ինչ ես գալիս, ազգային ժողովի կողքով տանում են, գոռում են, հələ նայեք ինչքան ժողովուրդ է, 10 կրուգ ացիպլենի կտանք ամբողջ ազգային ժողով ոստիկաններին գծին վրես, թե բերանը տուր փագել։ Գիտեք ինչքան ժողովուրդ են գալիս, արածացնում են, ոչ մի գործողություն էլ չէին ուզում անել։ Դե հիմա եթե ամբողջ Հայաստանով մեկ իրանց պատգամավորների, իրանց ոստիկաններին ախրանային, հիմա ոստիկանի տան վրա որ հարձակվեն, այդ իրան ախրանիկին, ինքը իրան կնգան ու լամուկներին գվազի պաշտպանել, թե Նիկոլի ոռը պայի, թե Քոչարյանի ոռը, թե Քորի ոռը, թե Սերժիկի ոռը, թե Սերժիկի պես փեսու ոռը, իհարկե գվազեն իրանց տները փրկեն։ Դե հիմա պատկերացրեք Հայաստանով մեկ նույն ժամանակ հարձակում են կատարում բոսխանեկների վրա, ստրիպ կլուբների վրա, կազինոների վրա, բանկերի վրա, կլուբների վրա, սաղ իրանց ժողովուրդ, իրանց ախրանիկների տան վրա, պատգամավորների տան վրա։ Всё, ինք այդքան ոստիկան ունի կամ հայ ոստիկանը պիտի ելնի ազգի դեմ, ինք իրան դեմը գելնի, իհարկե ոչ։ Всё, նշտեն տվել է գաղափարը։ Աստված ու հայրենիք։ Գուրգեն Յանիկյանը տվել է գաղափարը, նիմեզիս։ Ներսից է ուղղակի պետք նիմեզիս անել, ժողովուրդ ջան։ Դրա համար Գուրգեն Յանիկյանը երկու թուրք պասոլին, որ սպանել է Խալակոստի օրը։ Հասկացրել է ում մաման է լացացնում, ջևուդների։ Ուղղակի պետքա ներսիցը սկսվի, հասկացեք։ Եղավ հարցի լուծումը, եղավ, ժողովուրդ ջան։ Պետքա կազմակերպել սրանց կնանիքներին, սրանց երեխեքներին, ինչքան բոս կան, տրուբեկների վրա, չգիտեմ ինչերի վրա, սաղի մաման լացացնել երգիրը բոզերից պրծցնենք, ես մի հատ լայվ կանեմ, ցույց կտամ ձեզի, ովքեր են պատրիոտ կանայք, որ հրապարակում, հայլի ակումբից, մյուս ակումբներից ձեզի պատետիկ ելույթներ են ունենում, ցույց կտամ ես իրանց բոզությունները ձեզ, մազերըց բիզբիզ կկայնի, ու սաղ էտենց բոզ են ժողովուրդ ջան, կին թե տղամարդ, շնորհակալություն ձեզ, բարին Աստծուց, մենք խաբվելու իրավունք չունենք, ընտրություն պիտի տեղի չունենա, մենք խաբվելու իրավունք չունենք, մեր պատերազմն է, ու ասեմ ձեզի, հայերին սովործրել են, կռվում ենք միջև վերջը սմեռնենք, բայց կհաղթենք, որ միջև վերջը մեռնում ես հաղթանակդ, ուրա, ումն ես տալիս հաղթանակը, լոզունգը փոխի այ հայ ազգ, կռվում ենք միջև վերջի թշնամին, ոչ թե միջև վերջի հայ, այդ վաղ դու կհաղթես ու քո հաղթանակը կվայելես, բարին Աստծուց կռվում ենք միջև վերջի թշնամին, ու ինձի թող ոչ մեկը չասի, որ իրանք շատ են, մենք քիչ ենք, նախ էտեն չի, երկրորդը զորությունը քանակի մեջ չի ժողովուրդ ջան, որակի մեջն ամեն մի հայը մի բանն ակա, դրա համար իրանք մի հայի վրա ողմագով են հարձակվում, օղակի մեջ են վերցնում, ժողովուրդ հասկացեք, դրանց մեջ տղա չկա, դրանց մեջ գել չկա, շակալ են, մեռնեմ Աստծու զորության, ամեն մի հայը մի բանագա, չվախենակ, ունկը տնգիր հայ,
Քակելույա տագը վերևն Աստված։ Շնորհակալություն, գիշեր բարի թե բարի լույս ժողովուրդ ջան։ Մենք գահախտենք, չկասկածեք։